Բիոպսիան քիչ ինվազիվ ախտորոշիչ միջամտություն է, որի նպատակը ախտահարած հյուսվածքների սկտորների եւ բջիջների վերցնելն է հետագա բջջաբանական կամ հյուսվածաբանական քննությամբ ախտորոշումը ճշտելու համար։ Բիոպսիան կատարվում է տեղային ազգայացման տակ, հատուկ որևիցե նախապատրաստում չի պահանջում եւ միջամտությունից հետո մեր բուժառուները հանգիստ վերադառնում են իրենց առօրյա կյանքին շատ կարճ ժամանակ հետո։ Բիոպսիաների կան բազմաթիվ տեսակներ, բարակասղային պունկցիոն ասպիրացիոն բիոպսիա, ինցիզիոն բիոպսիա, էքսիզիոն բիոպսիա, տրեպան բիոպսիա, պանչ բիոպսիաներ, որոնք օգտագործվում են տարբեր լոկալիզացիաների, տարբեր պաթոլոգիաների ժամանակ։ Օրինակ վահանաձև գեղձի հանգույցների բնույթը ճշտելու նպատակով հիմնականում օգտագործվում է բարակասղային պունկցիոն բիոպսիան հետագա բջջաբանական քննությամբ։ Մաշկի բիոպսիաների համար օգտագործվում է հիմնականում պանչ բիոպսիաները, հյուսվածաբանական քննությամբ հետագա կամ քերուկներ է կատարվում հետագա բջջաբանական քննությամբ։ Կատարվում են նաև ինցիզիոն բիոպսիաներ, մեծ գոյացությունների բնույթը պարզելու համար կտրվում է մի հատվածը ուղարկում հյուսվածաբանական քննությամբ, հետո նոր պատասխանից հետո որոշվում է բուժման տակտիկան։ Բիոպսիաների մյուս տարբերակը էքսիզիոն բիոպսիան է, որը որ կիրառվում է ինչպես ավշահանգույցների ախտահարման պարագայում, այնպես էլ ուռուցքային սոլիդ ուռուցքների դեպքում, երբ հեռացում է ամբողջությամբ ուռուցքը կամ ավշահանգույցը, ուղարկում հյուսվածաբանական քննությամբ։ Տրեպան բիոպսիան բիոպսիայի տարատեսակներից է, որն իրականացվում է հատուկ սարքի միջոցով, որին ամրացվում է ասեղ, սուր ծայրով, խողովակավոր ասեղ է այն իրենից ներկայացնում, որն ունի ներդիր։ Այս ասեղի միջոցով ստանում ենք մեզ հետաքրքրող օջախի, գոյացության կամ որևէ պաթոլոգիկ տեղամասից կտորներ, նմուշներ եւ ուղարկում ենք հյուսվածաբանական հետազոտության։ Այն հավաստի մեթոդ է ախտորոշման եւ ճիշտ կատարված բիոպսիայի հետևանքով մենք ստանում ենք հավաստի ախտորոշում, որը գերազանցում է ռադիոլոգիական ցանկացած մեթոդին։ Օրանիստ գոյացությունների դեպքում, օրինակ վահանաձև գեղձի, որովայնի խոռոչի, տոնքի խոռոչի օրգանների կամ արտաօրգանային ուռուցքների դեպքում հիմնականում բիոպսիաները կատարվում է սոնոգրաֆիայի հսկողության տակ, որպեսզի ինֆորմատիվությունը ավելի լավ լինի։ Հասարակության մեջ շատ մեծ վախ կա բիոպսիա ասվածից, ենթադրաբար այն պատճառով, որ քիչ ինֆորմացված են մարդիկ, թե ինչպես է այն կատարվում։ Ուզում եմ ասել, որ այն իհարկե ինվազիվ միջամտություն է, բայց երբեք չի կարող վնաս հասցնել պացիենտի առողջությանը, այլ ընդհակառակը այն մեզ օգնում է ճիշտ ախտորոշում ստանալու համար, որն օգնում է ճիշտ պլանավորել հետագա բուժումը։ Բիոպսիաները հիմնականում քիչ ինվազիվ միջամտություններ են, որից հետո հիվանդները ստացիոնարում մնալու կարիք չեն ունենում, վերադառնում են տուն իրենց բնականոն կյանքին։